Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի ու անհիմն է եւ հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի, հայտարարել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ սա ոչ միայն իրենց, այլև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին։ Ըստ փաստաբանի սա քաղաքական հետապնդում է, քանի որ դատախազությունն իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է բացառապես Փաշինյանի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում։ Միքայել arczepiskopos Աչապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա 2 ամսով կալանավորվել է։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի պաշտոնակատար Դավիթ Խազինյանը պնդում է ոչ իշխանությունների, ոչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից անցած տարիների ընթացքում ակնարկ անգամ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն։ Նա նշել է, իշխանություններն այս ընթացքում եւս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ հետ եւ քննարկել խնդիրները, եթե դրանք կան։ Խազինյանը նաեւ ընդգծել է, իրանց դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով եւ պատրաստվում են բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այդ գործընթացի դեմ։ ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բայց լիիրավ անդամակցությունը ըստ նրա ենթադրում է մասնակցություն եւ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում անդամավճարների վճարում։ Լավրովը նաեւ հայտարարել է դժվար թե օգուտ լինի Հայաստանին, եթե երկրի ղեկավարությունը որոշի հեռանալ իր եվրասիական հարևաններից ու դաշնակիցներից։ Հայաստանում չկա իշխանությունների պայքարի եկեղեցու դեմ, սա իրավական գործընթաց է եւ Հայաստանի ներքին գործն է, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան հայ առաքելական եկեղեցի իշխանություններ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը, հավելել է Միրզոյանը։ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ։ Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա, եւ մենք պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը։ Երևանում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցում Կալասը քննարկել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Նա շեշտել է Բրյուսելը աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիության սկզբունքները։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պիսկովը, մեկնաբանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններին Ադրբեջանի արձագանքը։ Նա հավելել է, Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից կայացված որոշումների համար։ Բաքվի եւ Մոսկվայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել Եկատերինբուրգում ռուսական ուժայինների հատուկ գործողության ֆոնին, որի ընթացքում 2 ադրբեջանցի սպանվել է, մի քանիսը ձերբակալվել։ Դրանից հետո Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվել են։ Իրան-Թուրքիա սահմանային գոտում Մակու քաղաքից 28 կիլոմետր հյուսիս 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում 4 բալ, Վայոց ձորի մարզի Երփին եւ Չիվա գյուղերում 3 բալ, ինչպես նաեւ Երևան քաղաքում 2-ից 3 բալ ուժգնությամբ։